Երբ որ ես հոլովակ եմ անում հայոց պատմության մասին, գենետիկայի, անթրոպոլոգիայի, ու վրացիները գալիս են ու լիքը վատ բաներ են գրում, ու ես իրանց պատասխանում եմ, Վրաստանի շուրջ տված հայերը գալիս են ասում են, մենք ստեղ լավ ենք ապրում իրանց հետ, դուք այդտեղ Հայաստանից մեզ մի խանգարեք։ Փաստորեն, երբ որ ես խոսում եմ Մաշտոցից, իրան գալիս են կեղտոտ բաներ են գրում Մաշտոցի մասին և իմ մասին, ես ինձ չպաշտպանեմ, որովհետև դուք այդտեղ լավ եք ապրում։ Ես Մաշտոցին չպաշտպանեմ, որովհետև դուք այդտեղ լավ եք ապրում։ Բայց ես էլ Հայաստանում չեմ։ Հայաստանցին չի ձեզ խանգարում։ Ես էլ ուրիշ երկրում եմ ապրում, բայց ես ձեզ չեմ ասում, մի խոսացեք այս երկրի մասին, որովհետև ես ստեղ լավ եմ ապրում։ Ես ստեղ շատ լավ եմ ապրում, որովհետև ես կարգին երկրում եմ ապրում, որովհետև ես ֆաշիստների հետ չեմ ապրում, որովհետև ստեղ ինձ որպես հայ հարգում են, սիրում են և լավ են վերաբերվում։ Եթե դուք վատ տեղ եք ապրում, փոխեք ձեր տեղը, բայց մի ասեք ինձ, որ ես Մաշտոցից չխոսամ, որովհետև դա խանգարում է ձեր վրացիներին։ Ինձ մի ասեք, որ ես Տիգրան Մեծից չխոսամ, որովհետև դա խանգարում է վրացիներին։ Ինձ մի ասեք, որ ես Մեծ Հայկից չխոսամ, որովհետև դա խանգարում է ձեր վրացիներին։ Ես այս երկրում հանգիստ ապրում եմ, որովհետև ես կարգին երկրի ազգի հետ եմ։ Նենց որ դուք որոշեք, ինչի եք դուք մնում նենց տեղ, որտեղ չեն թողում, որ մենք աշխարհով մեկ խոսանք Մեծ Հայկից։ Դուք ուզում եք մենք պատմությունից չխոսանք մեր, թողենք, որ ձեր վրացիները աղավաղեն մեր պատմությունը, որովհետև դուք այդտեղ լավ եք ապրում։ Դուք այդտեղ անգամ ազերիների հետ եք շատ լավ ապրում և դուք դա ամեն օր ասում եք մեզ։ Դուք գալիս եք իմ հոլովակների վրա, ասում եք ազերիների մասին վատ մի խոսա, մենք ստեղ իրար հետ լավ ենք ապրում։ Դուք այդտեղ լավ եք ապրում, իսկ Անուշ Ապետյանը սահմանները պահում էր այդ նույն ազերիներից, որոնք իրան գողացան, բռնաբարեցին ու սպանեցին, աչքերը հանեցին ու քար դրեցին աչքերի տեղը, իսկ դուք լավ եք ապրում։ Շարունակեք լավ ապրել։ Դուք արդեն հայության մասնիկ չեք, դուք դավաճան եք և մեզ մեջքից խփող եք։